Ողջույն բոլորին, ես Դավիթ Ռակուրսն եմ, դուք դիտում եք առանց սահման հաղորդումը եւ մենք այս անգամ կունենանք շատ յուրահատուկ ու կարեւոր եթեր։ Խոսելու ենք 20-րդ դարում շատ կարեւոր կիբերանվտանգության, անձնական տվյալների պահպանման եւ պարզապես անձնական տվյալների հետ կապված մարտահրավերների մասին։ Ես գտնվում եմ InfoSec ընկերությունում, իսկ թե ինչով է զբաղվում InfoSec-ը, կիմանանք վայրկյաններ անց։ Գնացինք։ Հիմա կփորձենք ներս մտնել InfoSec առանց աշխատակից լինելու։ Մի հատ էլ փորձենք։ Չէ, չի լինում։ Ուրեմն այստեղ ապահով է ամեն ինչ։ Հիմա գնանք ծանոթանանք։ Մենք այժմ գտնվում ենք InfoSec ընկերության օֆիսներից մեկում, այժմ կծանոթանանք հիմնադիր տնօրենի Կարեն Գասպարյանի հետ։ Կարեն ջան, հարգանքներս։ Ողջույն Դավիթ ջան։ Ոնց եք։ Մի հրաշք։ Նախ շնորհակալություն մեզ հյուրընկալելու համար, հիմա զրոյից սկսենք։ Ինչ է InfoSec-ը, ինչով է զբաղվում ու հետո արդեն ծավալվենք։ InfoSec-ը դա կարելի ասել առաջին եւ միակ Հայաստանում MSSP կազմակերպությունն է, MSSP-ն դա բացում է Managed Security Service Provider։ Պարզ լեզվով բացատրեմ, մենք զբաղվում ենք կիբեր եւ տեղեկատվական անվտանգության ամբողջ սպեկտրով։ Իսկ ավելի կոնկրետ, օրինակ մեր հիմնական ծառայություններից, օրինակ penetration test-ն է, հայերեն ներթափանցման թեստավորում, դա աուդիտներն են, դա ֆորենզիկան է, այսինքն կիբեր միջադեպերի բացահայտում։ Եվ outsourcing, այսինքն եթե կազմակերպությունը օրինակի համար ունի խնդիրներ, ուզում է լուծի տեղեկատվական կամ կիբեր անվտանգության խնդիրները, բայց չունի ռեսուրս, մենք դա պատրաստ ենք անել։ Կարեն ջան, կլինեն մարդիկ հնարավոր է ամբողջությամբ չեն պատկերացնում կամ միգուցե չգիտեն ինչ է կիբեր անվտանգությունը, այն մյուս ճյուղը, որ ասացի, կիբերանվտանգություն ու տեղեկատվական անվտանգությունը։ Այ դրանք մի քիչ ավելի պարզ լեզվով բացատրեք, որ հետո բացատրենք ինչով է կարևոր դրան լուրջ մոտենալը։ Գլոբալ տալանջատենք, հա, այսինքն ինչով է տարբերում կիբերը տեղեկատվականից։ Տեղեկատվականը դա ոչ միայն տեխնոլոգիաների մասին է, դա այսինքն բանավոր, հա, խոսքի մասին է։ Այսինքն եթե մենք խոսում ենք բանավոր խոսքի անվտանգության մասին, դա պատկանում է հենց տեղեկատվական անվտանգության կատեգորիային կամ թղթի տեսքով օրինակի համար։ Կիբերը դա արդեն երբ որ այդ ամեն ինչը դիջիտալիզացվում է, այսինքն համակարգչային աշխարհով լավ sense կոչենք, էլի պարզ։ Կիբերանվտանգությունը գլոբալ Իրանից ներկայացնում է, որ շատ տերմիններով չներկայացնենք, այսինքն CIA-ը կոչվում, այսինքն տրիադա է, դա կոնֆիդենցիալության մասին է ինֆորմացիայի, դա հասանելիության մասին է ինֆորմացիայի եւ դա ամբողջականության մասին է ինֆորմացիայի։ Այսինքն դա այդ տրիադան ընդհանուր նկարագրում է կիբերանվտանգության ոնց որ մոտեցումը։ Այսինքն որ ինֆորմացիան պետք է լինի կոնֆիդենցիալ, ինքը պետք է հասանելի եւ ամբողջական։ Ով է հակերը։ Հետաքրքիր հարց է, այսինքն տարիներ շարունակ հա կար ոնց որ պատկերացում, որ հակերը դա ինչ-որ հաստ ակնոցներով կապիշոնը գլխին, հա, դες ինչ-որ մի երիտասարդ է, հա, որ ռյուկզակում ու միշտ այդ ռյուկզակը ինքը մեջքին է նստած, թեկուզ գործ անելուց։ Ինքը նստած է, օրինակ չգիտեմ, այդ մութ սենյակում, հա, նոթբուքի առջև, բայց իրականությունը փոխվել է, ու պետք է գիտակցենք, որ այսօր դրությամբ հակերը դա հիմնականում արդեն մեծ կազմակերպության ստրուկտուրա ունեցող խմբեր են, այդ APT-ները, որոնք որ ունեն իրենց sales-երը, իրանք ունեն CRM-ները, իրանք ունեն իրանք առանձին տեխնիկական մասնագետներ, իրանք ունեն առանձին իրենց PR-ով զբաղվողները։ Այսինքն այսօր դրությամբ այդ APT գրուպաները դա շատ անգամ մի քանի 100 միլիոն դոլարավոր բյուջե ունեցող կազմակերպություն է, պատկերացրեք։ Դրա համար պետք է շատ զգուշ լինել, շատ ուշադիր ու պատրաստ նման մարտահրավերներին, որովհետև աշխարհի կիբերանվտանգության լանդշաֆտը ամբողջությամբ փոխվել է ու կիբերսպառնալիքները իրանք ավելանում են ոչ թե օրեցօր, այլ ժամ առ ժամ չէ, րոպե առ րոպե ավելանում կիբերանվտանգության սպառնալիքների տեսակները եւ քանակը։ Ինձ թվում է դու այսքան սերտիֆիկատներ ստացել ես ու ընդհանրապես ձեր ընկերությունը InfoSec-ը նրանով է հաջողակ, որ ունի լավ թիմ։ Ես էլ ուզում եմ շնորհակալություն հայտնել առանց սահման հաղորդման հովանավորներին ու գործընկերներին, ում շնորհիվ
այս հաղորդումը հնարավոր է դառնում։ Շնորհակալություն կայանում մեր գլխավոր հովանավոր Lit Energy-ին, Motul-ին, Galf-ին, մեր գործընկերներին TTH Performance-ին եւ Garmin-ին։ Յոթ է, նորից։ Այ, խոյսընց է։ Իսկ դուք բաժանորդագրվում եք մեզ Facebook-ում, YouTube-ում եւ Instagram-ում, որպեսզի բաց չթողնեք ոչ մի եթեր։ Իսկ մենք գնանք շարունակենք։ Կարեն ջան, որտեղ ենք մենք ու կխնդրեմ մի քիչ ավելի մանրամասն պատմես InfoSec-ի գործունեության մասին։ Մենք գտնվում ենք, որ ասում են Svitaya Svitых, այսինքն այս մեր հենց SOC սերվիսի սենյակներից մեկն է, այստեղից մենք 24/7 ռեժիմով հետևում ենք մեր կլիենտների անվտանգությանը։ Ну օրինակի համար որ պատկերացնենք ինչի մասին խոսքը, կարանք նայենք, հա, ցույց տամ, Ապա, ողջույն Արեգ ջան։ բարև ձեզ։ Ստեղ օրինակ տեղի է ունենում տարբեր սերվիսների, հա, տարբեր level-ով մոնիտորինգներ, հենց մենք օրինակ նկատում ենք շոտ ատականներ, տարբեր պայմանագրեր ունենք։ Մի պայմանագրի դեպքում մեր խնդիրը տեղեկացնել կլիենտին, որ իր վրա գալիս ատակա, ինքն է արդեն որոշում մյուս գործողությունները։ Պայմանագրի տեսակ ունենք, որ մենք արդեն անցնում ենք երկրորդ էտապի, սկսում ենք պաշտպանել իր ինֆրաստրուկտուրան այդ հակերական գրոհներից։ Բայց դուք շեշտը դրել եք հայկական շուկայի վրա։ Միանշանակ մեր 95%-ը մեր բաժանորդների դա հայկական կազմակերպություններն են։ Դա պրինցիպիալ մոտեցում է։ Հայաստանում ենք զարգացնում։ Միանշանակ, այսինքն մենք զարգացնում ենք Հայաստանում այդ կիբերանվտանգության կուլտուրան ու ընդհանրապես անվտանգության level-ը։ Մի քանի հարց էլ ունեմ, բայց ինձ թվում է չարժի խանգարել, թե Միանշանակ թողենք թող Արեգը աշխատի։ Արեգ ջան, Մենք ձեզ լավ օր, տեղափոխվենք։ վերադառնանք հետ։ Կա 100%-անոց պաշտպանություն, թե ոչ։ Դա շատ հայտնի միֆ է, որ մարդիկ ասում են գոյություն ունի 100%-անոց պաշտպանություն կամ անվտանգություն։ Իրականում դες բան գոյություն չունի։ Ես միշտ պատասխանում եմ այդ հարցին հետևյալ կերպ։ Հարցը կայանում է նրանում, թե ով է ձեզանով հետաքրքրված։ Դե ոնց հասկացա, եթե Pegasus-ն է ձեզ կոտրում, դա պետական նշանակության հարց պետք է լինի։ Այսինքն, եթե օրինակ վերցնում ենք կազմակերպության օրինակ, դիցուկ կարող է հետաքրքրվածը teenager որևէ, հա, որը շուտ նոր գիտելիքներ է ստացել, ուզում է ինքնահաստատվի, փորձում է եւ այլն։ Այդ կարող է լինի շուտ մի հատ անհատ հակեր, ու այդ օրինակի համար կարող է լինել որևէ պետության կից APT գրուպա, տենց է կոչվում, այսինքն դա հակերների գրուպա է, որը որ ունի շատ լուրջ գործիքակազմ, ընդհանուր միջև այդ zero day exploit հասկացողությունը, zero day-ի խնդիրը կայանում է նրանում, որ վենդերները շատ անգամ տեղյակ չեն, այսինքն կազմակերպությունները, օրինակ Apple-ը, Microsoft-ը եւ այլն, իրանք էլ տեղյակ չեն, որ ունեն այդ խնդիրը։ Կամ օրինակ տեղյակ են, բայց դեռևս չեն կարողացել շտկել, ֆիքսել։ Այսինքն բագ ունեն, այո, բագ ունեն, իրանք չգիտեն, ու հակերները դա օգտագործելով մտնում են, իրանք արդեն գործողությունները կատարում են։ Այսինքն դա շատ տարածված սխեմա է այսօրվա դրությամբ աշխարհում։ Ինչեր են սրանք, այս գեղեցիկ սառնարանի նման լարերով։ Սա մեր դատա ցենտրներից մեկն է, որտեղ տեղակայված է մեր ներքին ինֆրաստրուկտուրան եւ կլիենտների այդ լոգերը եւ այն ինֆորմացիայի կտորը, որը որ պահպանում եւ մշակում ենք մենք։ Բնականաբար, այստեղ ամեն ինչը պաշտպանված է բոլոր ստանդարտներով, այդ իսկ կապակցությամբ, ասում եմ, անհանգստանալու կարիք չկա։ Ստանդարտ ասցից, Կարեն ջան, սերտիֆիկատ ասած, ինչ որ լիցենզիա դուք ունեք, թե ուղղակի լավ մասնագետ եք, տենց գլուխ եք գովում։ Շատ անգամ ինձ ասում են մոտ ապագայում դու երևի պետք է հայտնվես Գինեսի ռեկորդերի գրքում, որովհետև կոնկրետ միայն ես ունեմ ռեալ համաշխարհային 82 սերտիֆիկատ, որը որ նմանատիպ քանակ ու նմանատիպ տեսականի ընդհանրապես ռեգիոնում ոչ ոք չունի։ Նույն էլ չեմ խոսում, որ այսինքն մեր ամբողջ թիմը բոլորն էլ ունեն տարատեսակ սերտիֆիկատներ։ Ինչ են տալիս այդ սերտիֆիկատները կամ ովքեր են դրանք։ Այդ սերտիֆիկատները տալիս են համաշխարհային կազմակերպությունները, բնականաբար մենք հանձնում ենք քննություններ
տարբեր կենտրոններում կամ տարբեր երկրներում։ Ինչ է տալի մեզ, բնականաբար ամենակարևորը տալիս են գիտելիք, երբ որ սերտիֆիկատներին պատրաստվում ես, դա գիտելիքների բագաժը։ Երկրորդը դա արդեն ցույց է տալի, այսինքն դու ապացուցում ես դիմացինին, թե ինչ level ունես։ Այսինքն ոնց է օրինակ ռազմական աշխարհում գոյություն է աստղեր, հա, օրինակ կարող է ինչ-որ մեկը շատ լուրջ մարտական փորձ ունենա, հա, եւ այլն, բայց օրինակ երբ որ քո դիմաց կանգնած է գեներալ, դու հասկանում ես, որ միանգամից քո դեմը գեներալ է, հա, այսինքն աստղն է դրա մասին խոսում օրինակի համար։ Այ մեր աշխարհում սերտիֆիկատները դա կարելի ասել այդ աստղերն են կամ սպորտային աշխարհում սև մեդալները եւ գոտիները։ Օլիմպիական չեմպիոն ես։ Օլիմպիական չեմպիոն, կարելի է տես կոչել։ Կան բարի հակերներ։ Միանշանակ։ Կան, այսինքն աշխարհում գոյություն ունի white hat hackers եւ black hat hackers։ Այսինքն white hat, օրինակ մենք համարում ենք բարի ենք։ Մեզանից միանշանակ վախենալ պետք չէ, որտեղ մենք white hat hacker-ներ ենք, այո, բնականաբար մենք ուղղությունով հասկանում ենք, թե ոնց է աշխատում այդ վատ hacker-ը, բայց մեր միսիան, մեր հիմնական ուղղությունները դա ուղղված է հենց մեր միտումը պաշտպանելուն։ Այսինքն մենք մեր այդ գիտելիքները օգտագործում ենք մարդկանց, բիզնեսները պաշտպանելու ուղղությամբ։ Կանան ջան, ինչով է կարևոր կիբերանվտանգությունը մեր օրերում։ Մեկ էլ հետաքրքիր հարց, այստեղ ես տեսա սարքավորում, ենթադրում եմ, որ ինքն էլ կապ ունի կիբերանվտանգության հետ։ Խնդրել եմ համ պատմես կիբերանվտանգության կարևորության, համ այս սարքի մասին։ Սկսենք կարևորից, կիբերանվտանգությունը ինչով է կարևոր։ Այսինքն տարիներ առաջ կիբերանվտանգությունը դա վերաբերվում էր IT ռիսկերին։ Այսօր դրությամբ կիբերանվտանգությունը դա արդեն կարելի ասել, եթե ոչ ամենակարևորը, բայց համար 1, հա, top 3-ի մեջ մտնում բիզնես ռիսկերի մասին է։ Այսինքն կիբերանվտանգություն չունենալու հետևանքով, կիբերանվտանգությանը պատշաճ ուշադրություն չդարձնելու հետևանքով այսօր դրությամբ օրեցօր բիզնեսներ են փակվում։ Իսկ այս սարքի մասին ինքը տեսքից տենց վախենալու տեսք իրականում է, շատ վախենալու տեսք։ Ինքը անտենայի նման է, ըստ իս, բայց ինչա իրականում ինքը։ Այո, իրականում սա ամբողջությամբ մեր product-ն է, նպատակը նրա Wi-Fi ցանցերի անվտանգությունն է։ Այսինքն, որպեսզի կարճ պատկերացնենք, Wi-Fi-ը ինքը աշխատում է նույն օրինակ մեր բջջային հեռախոսների տեխնոլոգիաների նման, այսինքն որ անտենայի սիգնալը ավելի ուժեղ է, Wi-Fi, այսինքն մեր հեռախոսը Wi-Fi-ով կամ GSM-ով միանալու է ավտոմատ դրան։ Հիմա պատկերացրեք, եթե ունենք այդտեղ InfoSec օրինակ համար Wi-Fi ցանց, ու ինչ-որ մեկը մոտիկացնի power bank-ով մի հատ portable, հա, սարք, որի անունը դնի էլի InfoSec, բնականաբար մեր սարքավորումները ավտոմատ կկպնեն այնտեղ։ Ու դա արդեն ռիսկ է ստեղծում, որ այդ ինֆորմացիան կարան գողանան, որտեղ մեր ինֆորմացիան կսկսի ֆռալ այլ ցանցի մեջով։ Այսինքն սա InfoSec-ի անձնական անվտանգության համար է արվում։ Այս պայստեղ դրած, այո, բայց մենք ունենք տարբեր մեր կլիենտների մոտ այս լուծումը դրած, այսինքն մենք իրան որպես սերվիս ենք տրամադրում։ Ու որ ասում եք մեր արտադրանքն է Հայաստանում, թե հենց InfoSec-ի։ Հենց InfoSec-ի, անձամբ մեր արտադրանքն է։ Ու եթե ինչ-որ մեկը մեզ փորձում ատականել, ինքը իրան դետեկտ անում ու սկսում է իրան ատականել, որպեսզի լեգիտիմ յուզերները չկարողանան միանալ։ Խլացնում է իմաստով, խլացնում է, այո։ Չհասնում է սարքը։ Ու խլացնում է, տես կոչենք։ Խլացնում է, որպեսզի լեգիտիմ յուզերները հնարավորություն չունենան օգտվեն։ Բայց ինքը իմաստ ունի այնտեղ, որտեղ մեծ ինֆոդատաներ կան, այսինքն ցանկացած տեղ, այսինքն ինքը կարող է դրվել կազմակերպությունում, մենք ունենք օրինակ կլիենտներ, որոնք տանում են էքսպոներում։ Երբ որ էքսպո են կազմակերպում, իրանք մտածում են այդ հյուրերի անվտանգության մասին, այս սարքից մի քանի հատ տանում են, պերիմետրով շարում են, որ հյուրերի հեռախոսները սխալ տեղ չմիանան։ Կարեն ջան, ովքեր են ձեր հաճախորդները։ Եթե մենք խոսում ենք բիզնեսի մասին, հիմնականում բնականաբար այն կազմակերպություններ են, որոնք որ աչալուրջ են ու փորձում են ռեալ պաշտպանել իրենց ակտիվները, կամ շատ անգամ, իհարկե ցավոք սրտի, դա այն կազմակերպություններն են, որոնք որ post factum են արդեն դիմում մեզ։ Գրոհից հետո նոր։ Այո, այսինքն արդեն ցավացել է իրաց։ Ես ենթադրում եմ, որ կիբերանվտանգություն ապահովելը, թիմ պահելը դա թանկ հաճույք է։ Ես եմ գիտակցում եմ, որ ինձ պետք է կիբերանվտանգություն, բայց ունեմ բյուջեի խնդիր։ Առաջինը ինչի վրա ներդրում անեմ, ռեսուրսս որտեղ ուղղորդեմ ու օգտագործեմ։
Անվտանգության թիմ հավաքելը դա այսօր դարել է, այո, քրիտիկական խնդիր, ասեմ, որ հարցը արդեն ոչ միայն բյուջետի հետ է կապված, այլ պարզապես կադր չունենք, հա։ Մասնագետների շատ լուրջ, ընդհանուր աշխարհում, այսինքն շատ լուրջ մասնագիտական սով կա, պակաս կա հենց կիբերանվտանգության, պրակտիկ։ Դե էլ չենք խոսում Հայաստանի մասին։ Իսկ ինչ հիմնական, հա, այսինքն օրինակ top 3, հա, ինվեստիցիաներ անել, ասած ասեմ, համար մեկ խնդիրը պետք է investment անել անձնակազմի մարդկանց, այսինքն էլի, դες ամեն անգամ պետք է մենք ֆիքսենք, որ պետք է կրթել, պետք է իրազեկել, պետք է զարգացնել աշխատակիցներին։ Համար երկուսը դա այդ դու-ֆակտորի ավտորիզացիան է, այսինքն այդ երկգործոն վավերացումը, որը որ ցանկալի է ներդնել բոլոր հնարավոր համակարգերում։ Ու երրորդը ես խորհուրդ կտամ անպայման ուշադրություն դարձնել, իհարկե դա այդքան ծախսի հետ կապված չի, այլ որպես միջոցառում, այլ այդ բեքափները, պահուստային այդ կոպիաները շատ կարևոր է, քանի որ օրինակ այս վերջերս եւս զարգացել է նորից այդ ransomware վիրուսները, կրիպտովիրուսները, ու հիմնական պատճառը ինչու են բիզնեսները հայտնվում շատ տխուր իրավիճակում, որտեղ նրանք չունեն backup։ Այսինքն եթե դու ունես backup, թեկուզ եթե քեզ խոցել է ransomware-ը, դու օքեյ, կորցնում ես ինչ-որ ժամանակ, հա, ռեսուրս, բայց գոնե կարողանում ես վերադառնալ backup-ներից։ Եթե չկա backup, կարելի ասել չկա բիզնես։ Backup-ը ասածը արխիվն է։ Արխիվն է, այո, այսինքն այդ պահուստային։ Ցանկալի օրինակ ամեն օրվա backup, ամեն շաբաթվա backup, ամսվա backup եւ կես տարվա backup։ Այդ այն, ոնց ասեմ, այն կարևորագույն մինիմումն է, այո։ Կանան ջան, կուզեմ խոսես Հայաստանում ներկայիս կիբերանվտանգության մակարդակի մասին, մեկ էլ տարիներ առաջվա համեմատ զարգացում կա, չկա, եթե կա, ինչ տենդենսով է, արդյոք որ ամեն ինչ գնում է դեպի digital, դա ազդում է նաև Հայաստանի վրա, որտեղ եթե անկեղծ ես մինչև վերջի 1-2 տարին այդքան լուրջ չէի վերաբերվում կիբերանվտանգությանը, մտածելով, որ դա կարա ինչ շրջանցի, ոչ թե կարա հաստատ ինձ կշրջանցի, բայց փաստացի ես օրինակ ստանում եմ նամակներ WhatsApp, Viber-ին ու հասկանում եմ, որ ինչ որ չափով դա կարա նաև ինձ վերաբերվի։ Միանշանակ դինամիկա կա տարիների ընթացքում։ Օրինակ, X ժամանակ առաջ ասում էին, իսկ ինչու է հակերական ատականները քիչ Հայաստանի ուղղությամբ, հա, օրինակ ֆիզիկական անձամբ։ Ես ասում եմ ժողովուրդ, շատ պարզ, որովհետև մեր բնակիչներ, հա, Հայաստանի մեր քաղաքացիները, իրանք սիրում են օրինակ աշխատավարձ են ստանում քարտի վրա, ու տանում են նույն օրը կանխիկացնում են, այդ քեշ փողը տանում են դնում են տունը։ Այսինքն հակերը ինքը ինտերես չունեցե, ինքը չի հասցրել։ Այսինքն ինքը ինտերես չուներ որպես օրինակ քարտի դոստուց ստաներ, բայց մեջը փող չկար, հա։ Հիմա արդեն տես չի։ Այսինքն հիմա բնականաբար մարդիկ պահում են քարտերի վրա փողեր, մարդիկ կատարում են on-line գնումներ, on-line գործարքներ եւ այլ եւ այլն։ Այսինքն այդ հենց digital փողի կուլտուրան շատ զարգանում է։ Այդ ինչ որ վերաբերվում է ֆիզիկական անձանց։ Ինչ որ վերաբերում է բիզնեսին, բիզնեսը բնականաբար ուզում է քայլի աշխարհին ժամանակին հավասար, ու այնտեղ էլ բոլոր բիզնես process-ները մաքսիմալ փորձում են ավտոմատացնել, դիջիտալիզացնել, ու բնականաբար ինչքան շատ դիջիտալիզացիա, այդքան շատ ավելի ռիսկեր է բացվում։ Դրա համար կարող ենք ասել, որ այս պայդրությամբ, այս օրադրությամբ պիկն է կիբեր անվտանգության ռիսկերի առհասարակ աշխարհում ու բնականաբար Հայաստանում։ Բայց ցավոք սրտի Հայաստանը, ասենց ասեմ, մոտավորապես 5-ից 10 տարի աշխարհից հետ է գլոբալ։ Այդ sense, որ ընդհանուր պատկերացնենք։ Կիբերանվտանգությունը ապահովելու իմաստով կիբերանվտանգության հարցում մենք պետք է հասկանանք, որ պետք է կոմպլեքս մոտեցում, սկսած դպրոցներից, համալսարաններից եւ այլն, որպեսզի հասարակությունը կրթվի։ Այսինքն տեխնոլոգիաները մեզանից առաջ են ստեղ։ Տեխնոլոգիաները գնում են առաջ, հասարակությունը հետևից ուզում է հասցնի։ Որ ասում էր Հայաստանի վրա կիբերհարձակումներ չեն լինում կամ քիչ են լինում, իրականում, եթե չեմ սխալվում, սա Հայաստանի վրա on-line ռեժիմով կիբերհարձակումների ոնց որ վիզուալն է։ Շատ ճիշտ նկատեցիք Դավիթ ջան։ Կուզեմ սրա մասին էլ պատմես, ինչ է սա իրանից ներկայացնում, ինչ ենք մենք տեսնում ու ինչի համար է սա արվում։ Այս տեխնոլոգիան, այս մոտեցումը կոչվում է honeypot, այսինքն մենք սարքում ենք թաքարտեր խակերների համար։ Այսինքն հիմա ատակերները, խակերները մտածում են, որ ստեղ տեղակայված է շուտ կարևոր ինֆորմացիա, կարևոր սերվերներ,
ու իրանք փորձում են մուտքի հնարավորություն ստանան, կարճ ասած փորձում են կոտրել։ Ու այդ ամբողջ փորձերը մենք այստեղ հիմա վիզուալ տեսնում ենք։ Այսինքն որ IP-ից, որ երկրից ինչ են փորձում անեն, ասած թակարդին մենք տեսնում ենք աշխարհից ինչքան զապրոսներ է գալի։ Իրանք ըստ ինչի են հասկանում, որ սա իրենց կարող է դե հասկացանք թակարդ է, բայց իրանք ինչու են մտածել, որ սա իրենց համար կարևոր է ու փորձում են, այ հիմա իրականում էս երևի մի 10 վայրկյանի ընթացքում մի 15 երկրից, այստեղ երկրներն էլ երևում է, կոնկրետ մի տեսակ այս պահին, հա, Գերմանիայից է շատ ատականները գալի, իրականում սենց է 95% դեպքերում, եթե ոչ ավել, սա զուտ վարակված համակարգիչներ են, կամ ոչ միայն համակարգիչ, այս կարող օրինակ լինի սարդարան, այս կարող լինի ռոբոտ պիլեսոս, որը որ միացած է ինտերնետի, այսինքն որի վրա access են ստացել հակերները, ու իրան օգտագործում են որպես դա կոչվում է botnet, այսինքն վարակված համակարգիչների ամբողջի անդամ, որպեսզի ինքը կատարի օրինակ սկանավորում ավտոմատ կերպով։ Եթե ինքը հայտնաբերում է շուտ հետաքրքիր զգայուն ինֆորմացիա, բնականաբար այդ bot-ը փոխանցում արդեն ռեալ մարդուն տվյալները ու ռեալ հակերը կամ այդ խումբը հակերները արդեն սկսում է ձեռքերով, հա, ասենց ասեմ, մենուալ աշխատել տվյալ ռեսուրսների ուղղությամբ։ Էլի ձեր պրոդուկտն է։ Կարելի ասել մեր պրոդուկտը, որը օգտագործել ենք open source լուծումներ։ Այսինքն այստեղ ոչ մի կոմերցիոն լուծում գոյություն չունի։ Այնպես որ թյուր կարծիքա որ Հայաստանը գրողների չի ենթարկվում on-line ռեժիմով տեսնում եք մի րոպեի ընթացքում ինձ թվում է մի չասեմ 100, բայց 60-ից ավել է։ Իհարկե, ու այդ մենք խոսում ենք դեռ 10 հատ ինչ որ տարբեր տեղ դրած թակարդերի մասին։ Իսկ մենք պատրաստվում ենք այդ թիվը հասցնել 250-ի։ Այս պատկերը լինելու է շատ ավելի իրական ու շատ ավելի ամբողջական։ Ու շատ ավելի սիրուն վիզուալ։ Ու շատ այս է դեպքն է, որ ատական, այո, ինքը սիրունացնում է։ Կիբերանվտանգության ձեր տեսլականը Հայաստանում։ Կիբերանվտանգության տեսլականը ինչ անենք, դա պետական մակարդակով պետքա լինի, թե բիզնեսմենները իրանց շահերից նաև ելնելով ֆինանսավորեն, դուք ո՞նց եք դա պատկերացնում։ Առհասարակ անվտանգությունը, կիբերանվտանգությունը դա ռեզուլտատ չի, դա process է ու պետք է շարունակական զարգացնել այդ թեման եւ զարգացնել բոլոր ուղղություններով։ Բիզնեսներում շատ կարևոր հարց կա, դա regulation, այսինքն ռեգուլյացիաներ։ Եթե չկա կենտրոնացված ռեգուլյացիա, մենք երբևիցե չենք ունենալու պատշաճ մակարդակ կիբերանվտանգության։ Օրինակ, բանկերի մասին երբ որ խոսում ենք, ֆինանսական սեկտորի, կենտրոնական բանկը որպես ռեգուլյատոր պահանջում է բանկերից տարբեր, օրինակ, միջոցառումներ եւ այլն եւ այլն։ Օրինակ, ինք ասում եմ, իրանք պետք է լինեն ISO 20, դա համաշխարհային ISO-ն է անվտանգության։ ISO 27001 certified, օրինակ, որպեսզի ունենան լիցենզիա։ Իրանք պետք է, օրինակ, տարին 1 անցնեն այդ penetration test հասկացողությունը եւ այլն եւ այլն։ Այսինքն, երբ որ կա հստակ regulation, ապա խնդիրը լինելու է շատ ավելի բարվոք ու մենք ունենալու ենք մեծ հույսեր, որ կքայլենք աշխարհին հավասար։ Լուրջ ու հետևողական մոտեցումն է մեզ։ Այո, իրականում ինչ-որ քայլեր արվում է։ Օրինակ դեկտեմբեր 25 թվականի դեկտեմբերին ընդունվեց այդ կրիտիկական ենթակառուցվածքի վերաբերյալ կիբերանվտանգության օրենքը։ Դա արդեն, այո, ասում է safe tunnel-ում այդ վերջում լույսն է։ Դա ինչ է նշանակում։ Դա նշանակում է, որ այսուհետ կրիտիկական ենթակառուցվածքը պարտավոր է լինելու կազմակերպել իր անվտանգություն, իր կիբերանվտանգությունը։ Կրիտիկական ենթակառուցվածքը իրականում դեռևս հստակ չկա ռեեստր, հա, այսինքն պետությունը չի սահմանել, այսինքն չկա ոչ մի տեղ public, բայց ասեմ աշխարհում։ Օրինակի համար, այլ էլի ֆինանսովի այդ սեկտորն է, դա օրինակ ջուրն է, դա հոսանքն է, դա ատոմակայանն է, դա վարկայիններն են, դա հիվանդանոցներն են եւ այլն եւ այլն։ Այսինքն այն կառույցները, այն կազմակերպությունները, որոնք որ օրինակ մշակում են կամ պահպանում են մեծ թվի անձնական տվյալներ, օրինակ։ Դրանք ավտոմատ դառնում են կրիտիկական ենթակառուցվածք։ Կամ եթե իրանք օրինակ կապ ունեն կենսական, հա, անվտանգության հետ ու վերահսկումը տվյալ կառույցների ու կազմակերպությունների հանդեպ օրեցօր պետք է աճի ու ոնց որ աճում է։ Երեխաները ավելի պաշտպանված են, քանի որ քիչ բանից են տեղյակ,
թե երեխաներին ավելի հեշտ է, չգիտեմ, հետևել, հեռախոսը կոտրել, ըստ դրա, ասենք, երեխայի հեռախոսով միանալ ծնողների հեռախոսին կա, արդյոք տենց վտանգ թե ուղղակի ֆիլմերում են տենց բաներ լինում։ Տեխնոլոգիաների տեսանկյունից միանշանակ երեխաները առաջ են, բայց երեխաները պաշտպանված չեն օրինակ մանիպուլյացիաներից, որովհետև երեխաները լավ տիրապետում են տեխնոլոգիաներին, բայց ծնողներն էլ պետքա փորձեն կիսվեն, թե ինչ վտանգներ կա առհասարակ, այսինքն որ անձնական տվյալները պետքա զգուշ լինել կիսելուց։ Օրինակ, այսօր դրությամբ շատ պոպուլար են այդ on-line խաղերը, որոնցում այդ չաթերում պարբերաբար շատ ակտիվ շփում է տեղի ունենում ու շատ անգամ հավաքում են տարատեսակ անձնական տվյալներ, որ երեխաները չգիտակցելով այդ խաղի process-ում տալիս են, տրամադրում են։ Մենք երբ անցկացնում ենք տրեյնինգներ, հա, կազմակերպություններում, առհասարակ հասարակության համար եւ օրինակ դպրոցներում կա միանշանակ տարբերություն հենց տեխնոլոգիաների տեսանկյունից, այսինքն միանշանակ երեխաները առաջ են։ Բայց դա դեռ չի շփոր երեխաները ավելի պաշտպանված են։ Դուք տրեյնինգներ եք անցկացնում։ Մենք տրեյնինգներ ենք անցկացնում, այդ հենց կազմակերպությունների համար, այսինքն դա բնականաբար մեր բիզնես ուղղություններից մեկն է, բայց դպրոցներում ու ընդհանուր հասարակության համար մենք բացարձակ առանցգումարի, այսինքն անվճար կազմակերպում ենք տարբեր տրեյնինգներ։ Հիմնականում հենց կիբերհիգիենա հասկացողությունը։ Պետք է լինել կիբերգրագետ Միանշանակ։ Կարեն ջան, ես գիտեմ, որ այտենց անձնական տվյալներ, գաղտնիության աստիճան, բայց ինչ հետաքրքիր դեպք հիշես ձեր պրոֆեսիոնալ կարիերայում, որ ինչ որ հարցով ձեզ դիմել են, այտենց տպավորված դեպք։ Ну, առանց շատ մանրամասնելու, հա, բնականաբար, ամենահետաքրքիր դեպքերից մեկը ասեմ, որ դրեղ է, դա շատ մեծ կազմակերպություն, հա, բոլորից շատ հայտնի, խնդրեց մեզ, որ մենք ֆորենզիկա անենք, այսինքն փորձենք հասկանանք ինչ վիճակ է, արդյոք կա հակերական, հա, ինչ-որ ակտիվություն եւ այլն, ու մեր ուսումնասիրելու ընթացքում մենք հայտնաբերեցինք, որ հենց այդ պահին 3 հատ իրարից անկախ հակերական գրուպաներ, հենց գրուպաներ, APT-ներ, այդտեղ էին, այդ ինֆրաստրուկտուրայում էին։ Այսինքն 3 հատ լրիվ տարբեր հակերսկի գրուպաներ, տարբեր, ասենց ասեմ, երկիրներ ներկայացնող հակերսկի գրուպաներ ակտիվություն էին անում ոնց որ տվյալ կազմակերպության ինֆրաստրուկտուրայում։ Նպատակը ո՞րն էր, ինչ էին ուզում անել։ Նպատակը հենց դա է, ամենակարևորն է, պետք է ֆիքսենք, այսինքն տարիներ առաջ, երբ որ հակերները կոտրում էին, շատ անգամ իրանք փորձում էին ինքնահաստատվեին կամ օրինակ վնասում էին, նույն օրինակ կրիպտովիրուսով փակում էին, իրանց հետևից գնում էին։ Այսօր դրությամբ պետք է հասկանանք, որ այդ շպիոնաժի, հա, այս կիբերշպիոնաժի այն պիկն է, հա, աշխարհում։ Այսինքն իրանց խնդիրն է մաքսիմալ երկար ժամանակ մնալ ինֆրաստրուկտուրայում, մաքսիմալ երկար ժամանակ ունենալ դոստուպ ինչ որտե X ինֆորմացիայի։ Այսինքն դա շատ կարևոր է, պետք է ֆիքսել, որ պետք չի վախենալ, որ կարող է հակերը օրինակի համար դոստուպ ստանա, կոտրի, հա, ձեր ինֆրաստրուկտուրան։ Դրանից պետք չի վախենալ, դա բնական երևույթ է, դա բոլոր հետ կարա լինի։ Այստեղ համար մեկ խնդիրը դա ժամանակին դետեկտ անելն է ու շատ արագ դրա դեմը առնել։ Ես ֆիլմերում տեսել եմ, որ կոտրում են կայքը, չգիտեմ, ընկերության ինչ որ տենց այդ անձնական տվյալները ու միանգամից ամբողջ գումարը գողանում են։ Դա ֆիզիկապես հնարավոր է, թե հեքիաթի ժանրից է։ Հնարավոր է, որովհետև նայած ինչ են կոտրում, հա, օրինակի համար ես վերջերս կոտրել էին կրիպտոբիրժա, գողացել էին 1.4 միլիարդ դոլար փող։ Միանգամից, այսինքն կրիպտոբիրժան ամբողջությամբ դատարկել էին, կրիպտոները տեղափոխել էին այլ կաշիլյոկներ։ Մենք ֆիքսում ենք այն բանը, որ ցանկացած կազմակերպություն կարող է կրել բավականին մեծ ֆինանսական կորուստներ։ Նամանավանդ այսօր շատ է տարածվել այդ business email compromission ատական, ինձ թվում է շատերը լսել են կամ նույնիսկ առնչվել են, որ invoice են փոխում։ Այսինքն օրինակ կազմակերպությունը փոխանցում են, այո, այսինքն mail-ը գալիս է, invoice-ը փոխում են, դե շատ քիչ ոնց ասեմ, կազմակերպություններ կա, որ խորանում են, այսինքն այդ ռեկվիզիտները ուսումնասիրում են։ Okay, PDF ֆայլը եկավ, եթե թիվը շատ մեծ չի, approve են տալի, գնում է։ Դրա լուծումը ոնց ասեմ, դա էլի կրթվելն է, իրազեկումն է եւ անպայման
ներդնել կազմակերպությունում որևէ երկրորդական այդ վերիֆիկացիա, այսինքն validation-ի մեխանիզմ։ Ես մի քանի ժամանակ առաջ մի հատ դեպքի մասին վիդեո էի նայում, նախ երկու դեպք հիշեցի, մեկը շատ մեծ ընկերություններ, ասեն Google-ն է, Facebook-ն է, չէ, իրենք այտենց լիքին ինչ որ վճարումներ ունեն, մի հատ մարդ ուղղակի սկսել է պարբերաբար հաշիվ դուրս գրել, ինչ որ այտենց տափակ պատճառաբանությամբ, բայց փոքր է եղել, $300 է պարբերաբար, շաբաթը 1-2 շաբաթը 1 գրել, իրան անդադ վճարել են, ինչեվ հետո մոնիտորինգ է արվել, աուդիտ է արվել, հասկացել են, որ ասենք այտենց ոչ մի ծառայությունից չեն օգտվում, ու մի անգամ էլ կոտրել էին, չեմ հիշում, գենդիրեկտորի թե ում մեյլը, ու կարողացել էին մի հատ ինչ որ տող ստանալ, որին իրանք պարբերաբար վճարում են անում։ Իրանք այդ տողը ոնց որ այդ մարդու մոտ փոխել էին ու արդեն իրանց անունից այդ նույն մեյլը ուղարկել էին։ Ու պարբերաբար իրանք սկսել էր միլիոններ գալ։ Մինչև կոնֆլիկտներ առաջացել, իսկական ֆիրման ասել էր չեք վճարում, ես ոնց է ծառայություն մատուցում։ Այդ շատ տարածված օրինակներ է ու ես ասեմ գրեթե ամեն շաբաթ մեզ դիմում են այդ հարցով հայկական կազմակերպություններ։ Կան ջան դեպք, որ իմ հետ է պատահել, փորձել են կոտրել իմ WhatsApp-ը ու Telegram-ը։ Ինչու եմ ասում փորձել են, որովհետև դրա մասին նյութ էին այլ, որ ձեզ նամակ է գալի, որ մտնեք այնտեղ կոդ են հարցնում, այսպիսի բաներ իսկական շատերն են առնչվել մեր նաև դիտողներից։ Ինչի համար է դա արվում ու ենթադրաբար ովքեր են դա անում, օրինակ ինչ կտա, եթե իմ Telegram-ը կոտրեն կամ իմ WhatsApp-ը կոտրեն։ Վերջին օրերս, կարելի ասել վերջին ամիսները զարգացել է այդ բոլոր մեսենջերների ուղղությամբ գրողները, թե Messenger, թե Viber, թե WhatsApp, թե Telegram։ Նպատակները բնականաբար տարբեր է, սխեմաները գլոբալ phishing է։ Այսինքն phishing-ը դա կոչվում է social engineering, դա ոչ թե տեխնիկական վեկտոր է, այլ դա հենց հոգեբանական։ Այսինքն մարդկանց դրթում են, օրինակի համար անցնել ինչ-որ մի հատ այլ edge-ի, որը որ օրինակ վիզուալ նման է, այնտեղ դրթում են հավաքել իրանց մուտքանունը եւ գաղտնաբառը, ու դուս է գալի, որ մարդ ինքը իր ձեռքով տալիս է այդ հնարավորությունը։ Իր անձնական տվյալները տալիս։ Այսինքն այո, շատ ակապ գալիս են ասում են իմ Facebook-ը կոտրեցին։ Ասում Ժորժ ջան, դուք պատկերացնում եք Facebook-ը դա տարեկան քանի միլիարդ ծախսում է անվտանգության վրա։ Հաստատ դուք կարաք վստահ լինեք, որ Facebook-ի գլոբալ անվտանգությունը բավականին բարձր մակարդակի է։ Բնականաբար անհնարին ոչ մի բան գոյություն չունի, բայց կոչենք, որ բավականին բարձր մակարդակի է։ Ու հիմնականում մենք 100% իշքան ուսումնասիրել ենք այդ բոլոր ինցիդենտները, քո նշած ինցիդենտի նման, դա մարդիկ իրաց ձեռքով ինչ-որ մի ձև տվել են։ Բայց հոգեբանական ներազդեցության տակ։ Այո, ու ասում են, օրինակ ասում են, բա մենք դու-ֆակտորների ավտորիզացիա ունենք այդ երկգործոն վավերացումը։ Մեկ էլ նայում ենք, ուսումնասիրում ենք, փաստացի ինքը այդ երկգործոն վավերացման կոդն էլ է իր ձեռքով գրել։ Այսինքն մարդը տալիս է շատ սիրուն ձև, իր գաղտնաբառը, իր մուտքանունը մի հատ էլ վերջում ավելացնում է իր երկգործոն PIN կոդը։ Ու դրանից հետո զարմանում եմ, թե ինչու տարան։ Մարդը ասում է, դե լավ, տարան, ես թաքցնելու բան չունեմ, օրինակ Facebook-ը, բայց դա այդպես չէ։ Այսինքն պարզ, օրինակ մի հատ սխեմա եմ օրինակ գրում, տենց սխեմաներ շատ կան։ Այսօր դրությամբ զարգացել են այդ deepfake հասկացողությունները, որ կարող են վիդեո կեղծել, ձայն կեղծել եւ այլն։ Կոմպրոմատ հավաքել տարբերակը։ Ինչ որ մեկի օրինակ Facebook-ը, Messenger-ին հենց ստանում են հասանելիություն, իր շրջապատին, իր անունից, դա կարող լինի հենց վիդեո, իր ձայնով։ Ուղարկում են, որ այս պահին մատ շուտը լուրջ խնդրի մեջ եմ, խնդրում եմ մի հատ շտաբ փոխանցի օրինակի համար 20000 դրամ, այսինչ հաշվի համարի վրա, հեսա 15 րոպեից զանգեմ բացատրեմ ինչա եղել։ Այսինքն ինքը ուղարկի 100 հոգու, այդ 100 հոգուց 10 հոգին այդ փողը փոխանցի, մի հրաշք խակերդերի համար։ Այսինքն ուզում ասեմ, մոնետիզացնել մուտքի հնարավորությունը շատ հեշտ է այսօրվա տեխնոլոգիաների օգնությամբ։ Այսինքն շուտը դա պոզով, պոչով բարդ սխեմաներ չեն, էլի։ Մարդիկ դրա համար մեկ-մեկ ասում են, դե լավ, ինչ ա եղել։ Ստացել են։ Ենթադրում եմ, որ կիբերանվտանգությունն նախ անընդհատ ուշադրություն ու ժամանակ պահանջող ֆորմատ է, դրան գումարած բավական լարված։ Դուք երբ եք հասցնում հանգստանալ, ո՞նց եք հանգստանում, եթե հոգնած եք, ո՞նց եք լրացնում ուժերը։ Իրականում հետաքրքիր հարց է, շատ են ասում, լավ ասում, Կարեն ջան ասում, բա դու երբ ես քնում, կամ քո թիմը երբ է քնում։ Իրականում այո, գլոբալ դա պատասխանատվության հարց է, դա մոտեցման ու ամենակարևորը մեր ընկերը Lit Energy-ն է, որ մեզ օգնում է չքնել։
Իսկ մեր գլխավոր հովանավորն է նաև այնպես որ Lit Energy, էներգիա առանց սահմանների։ Ես լսել եմ, որ ասում են շատ հարուստ մարդիկ, ունևոր մարդիկ փոքր էկրանով Nokia-ներից են բռնում։ Դա միֆ է թե ճիշտ, ու եթե ճիշտ է, ինչա դա տալիս։ Իրականում դա միֆ չի, եթե մենք խոսում ենք տեղեկատվական անվտանգության կոնցեպտի տեսանկյունից, իհարկե կնոպշտի Nokia շատ ավելի պաշտպանված է, քան ցանկացած սմարթֆոն։ Ինչու՞։ Շատ պարզ, որովհետև ֆունկցիոնալը շատ ավելի սուղ է, այսինքն կնոպշտի Nokia-ը դու կարաս զանգես, ուղարկես SMS։ Այսինքն դեռ չկա ինտերնետ, հասկաս ու օծը խաղաս, այո։ Բայց դու չես կարող, ասենք, դառնաս on-line phishing-ի զոհ։ Բայց չմոռանանք, որ օրինակի համար կա phishing-ը դա այդ voice phishing-ն է, այսինքն որը որ էլի կարող են անել հեռախոսով, այսինքն զեղծարարները նաև կարող են զանգել, ինչ որ ներկայանալ որպես բանկի անվտանգության աշխատակից, օրինակ ստեղծել աժոտաճ, ստեղծել ինչ որ ստրես, որ ձեր գումարները, օրինակի համար, այս պահին գողանում են, խնդրում ենք օրինակ, չգիտեմ, հետևեք մեր ինչ-որ պրոտոկոլի, որպեսզի կարողանանք պաշտպանենք ձեզ։ Բայց իրականում իրանք գործողությունների, ոնց որ այդ մի շարք գործողությունների հետևանքով գողանում են ձեր փողերը։ Այսինքն, այդտեղ արդեն կապ չունի քո ձեռքը կնոպշտի Nokia-ը, թե ամենավերջին iPhone-ը, ամենավերջին ծրագրային ապահովմամբ։ Նորից եկանք այն մտքին, որ պետք է լինել կիբերգրագեն։ Միանշանակ։ Գնանք առաջ։ Շարունակեցինք։ Կարևոր մի հարց, որ ամբողջ ընթացքում ինձ հետաքրքրել է։ Ամբողջ կիբերանվտանգության աշխարհում մի հատ անուն է Pegasus-ը, որ պարբերաբար ես լսում եմ, ինձ հետաքրքիր է դա անտիվիրուս է, դա վիրուս է, դա հակերների թիմ է, ինչ է իրանից ինքը ներկայացնում։ Pegasus-ը դա ֆիքսենք որ վիրուս չի, դա լրտեսական ծրագիր է, որը որ ստեղծվել է իսրայելական NSO Group կազմակերպության կողմից, նախատեսված էր ի սկզբանե հակատերորիստական միջոցառումների համար, բայց բնականաբար ժամանակի ընթացքում սկսեց օգտագործվել տարբեր նպատակներով։ Pegasus-ը կարող են գնել, հա, այդ ծրագիրը միմիայն պետությունների ուժային կառույցները, առհասարակ NSO Group-ը այլ որևէ տիպի կազմակերպության դա չի վաճառում։ Այսինքն, եթե ինչ-որ մեկին լրտեսում են, ինչ-որ մեկի հեռախոսին ստացել են ամբողջական մուտքի իրավունք, ապա դա անում է ինչ-որ մի պետություն, միանշանակ։ Խնդիրը Pegasus-ի ինչու մեր կայանում, այսինքն ինչու էր այդքան մեծ ինֆորմացիա, հա, աժոտաժ իր շուրջ, որովհետև Pegasus-ը վարակում էր, դա կոչվում էր zero click, հա, այդ ատակայի տեսակը, այսինքն մարդուն գալիս էր օրինակ iMessage-ով SMS, անպայման չէր այդ մեսեջը բացել։ Այդ մեսեջը գալիս է հեռախոս, միանգամից ամբողջական դոստուպ էին ստանում, այսինքն ֆոտոներին, կոնտակտներին, զանգերին, ինչ գոյություն ունի, ամեն ինչին դոստուպ էին ստանում, թե iPhone-ում, թե Android-ում։ Դրա համար դες շատ մեծ ինֆորմացիայի ինչ-որ բաներ, ռեզոնանս էր բարձրացել դրա շուրջ։ Իսկ օրինակ get contact-ի մասին ինչ կասես։ Get contact-ը դա տարիների ոնց որ մի 3 տարվա կարելի ասել ամենաչարիք application-ն էր, որովհետև նախ get contact-ը ինչական է։ Get contact-ը տարբեր վարկածներ կա, ասում են թուրքական է, բայց չկա ապացույց էլի, որ ինքը հենց թուրքական է, հարցը դրանում չի, ինքը բուն իր սխեման, այսինքն get contact-ը ինչ անում, ինքը հավաքագրում է թե ում հեռախոսում ինչ ձև կոնտակտ է գրված, հա, անուն է գրված, ու երբ որ դու share ես անում այդ ինֆորմացիան, ամենակարևորը դու խախտում ես անձնական տվյալների օրենքը, այսինքն դու share ես անում, կիսում ես մարդու անձնական տվյալները բոլորի հետ, առանց այդ մարդու թույլատվությունը ստանալու։ Այսինքն էլ չեմ ասում, որ շատ մեծ կոնֆլիկտներ էր այդ թեմայի շուրջ, որտեղ տարբեր մարդկանց հեռախոսներում, տարբեր մարդկանց անուններ բազմաթիվ ինչ-որ ձևակերպումներով էր գրած, այո, տարբեր մարդիկ բացահայտեցին լուրջ հարցեր, որը որ հանգեցրեց կոնֆլիկտային սիտուացիաների։ Բայց այս վերջերս արդեն ոնց որ սպադա գնում էլի, այսինքն get contact-ից քիչ մարդ է օգտվում։ Բայց փաստացի ինքը առնվազն լրտեսական տալ ունի իր մեջ։
կարող է ունենալ։ Միանշանակ։ Մի խոսքով Դա վարկածա։ դուք խորհուրդ չեք տալի GetCard։ Միանշանակ ես խորհուրդ չեմ տա օգտվել GetCard։ Բայց դա կօգնի արդեն, եթե ունեցել ես ու ջնջես, եթե իրանք միացած ու մարդիկ կարող են մտնել այնտեղ դելի ստանել իրենց մասին ինֆորմացիան։ Այսինքն հնարավորություն կա։ հնարավորություն կա։ Մտնում եք օֆիցիալ Get Contact-ի կայք ու նշում եք, որ ուզում եք հեռացնել ամբողջությամբ ինֆորմացիան ձեր մասին։ Կարող եք դա կատարել։ iOS թե Android, որն ավելի անվտանգ։ Մի քանի օր առաջ Samsung-ը այնց գովազդեր դրել, որ իր նոր հեռախոսները ավելի անվտանգ ինչ-որ համակարգեր ունեն, քան iOS-ինը։ Այդ ամենապոպուլար հարցն է, այդ այն բանն է, էլի որ BMW թե Mercedes։ Ու ես որ Honda եմ շուտ։ Ու այդ դու շարքից է։ Ասեմ, եթե մենք դիտարկում ենք անվտանգության տեսանկյունից, չեմ ուզում գովազդ անեմ, բայց գլոբալ մեր պրակտիկայից ելնելով կարամ ամփոփելով ասեմ, որ ավելի անվտանգ է օգտագործել iPhone։ Բացատրեմ ինչու։ Իրականում iPhone-ի անվտանգությունը ինքը բացատրվում է նրանով, որ Apple կազմակերպությունը մաքսիմալ վերահսկում է այդ հեռախոսը, ժեշտը, վերահսկում է ծրագրային ապահովումը եւ ամենակարևորը վերահսկում է այդ Apple Store հասկացողությունը։ Այսինքն պատմության մեջ երևի ես մի ձեռքից մատերի վրա հաշվեմ, թե քանի անգամ ա եղել որևէ վարակված application Apple Store-ում։ Ինչը չես ասի Android-ի մասին։ Այսինքն Android-ի խնդիրը որն է, որ արտադրողները տարբեր են, այսինքն չկա օրինակ նույն այդ update-ների ճիշտ մեխանիզմ, այսինքն ամեն մեկը իր update ուղարկում է երբ իրան է հարմար եւ այլն։ Երկրորդը ծրագիրը, հա, այդ Android-ը իր արխիտեկտուրայով շատ ավելի բաց է։ Այսինքն շատերը կարող են ասել դա մեզ տալիս է ազատություն եւ այլն, բայց եթե մենք խոսում ենք սրեդնեստատիստիկ, հա, սովորական օգտատիրոջ մասին, հա, որը որ առօրյա օգտագործում է հեռախոս, իրան պետք չի այդ անիմաստ ինչ-որ permission-ները, այդ իրավունքները, որը որ իր հետևից բերում է մեծ ռիսկեր։ Դրա համար iPhone-ը մարդկանց, որ ասում եմ, մի բան էլ ավել է։ Բայց գլոբալ, ես ասեմ, ստեղ հարցը iPhone ու Android-ի մեջ չի, ստեղ գլոբալ ես միշտ ասում հարցը մարկային գործոնն է։ Գրագիտության։ Որտեվ կարող է հենց նույն iPhone-ով էլ մարդը դառնա զոհ, հա, ու հակառակը Android-ով բացարձակ խնդիր չունենա, միշտ պաշտպանված լինի զուտ իր գրագիտության ու իր զեկվածության հետևանքով։ Որովհետև նույն iPhone-ի վրա շատ պոպուլար են phishing ատականները, այդ վեկտորները phishing։ Apple-ը տեղ ինչ անի, եթե կոտրում են մարդուն։ Դրա համար գլոբալ պատասխանեմ քո հարցին, որ ցանկալի է օգտագործել iPhone, որովհետև ինքը շատ ավելի լավ է սահմանափակում ձեր հնարավորությունները, որոնք որ ձեզ առհասարակ պետք չեն առօրյայում։ Ու դրանով իսկ ինքը ձեզ պաշտպանում է, այսպես։ Կարեն ջան, ասիր 82 սերտիֆիկատ, բոլորը համաշխարհային այդպես մակարդակ կար, որ այստեղից որն է ամենաարժեքավորը, որն է այն, որ գեներալ այդ աստղերն է նշանակում, ով է տվել։ Հետաքրքիր ու բարդ հարց է։ Իրականում ստե բոլորը գեներալսկի սերտիֆիկատներ են։ Top 5-ը կամ top 3-ը։ Top պոպուլարները, լավ, այսպես ասենք, հա, այսինքն top պոպուլարները դա ethical hacker-ն է, այսինքն մենք խոսում ենք կան արդյոք սպիտակ hacker-ներ։ Ահա։ Սա այս սերտիֆիկատը կոչվում է ethical hacker։ Կա ֆորենզիկա, դա այդ կիբեր միջադեպերի, հա, կիբեր հանցագործությունների բացահայտման սերտիֆիկատն է։ CISSP-ն դա համաշխարհային հենց տեղեկատվական անվտանգության սերտիֆիկատ է, այս բոլորը ամերիկյան սերտիֆիկատներ են, բոլորը։ Սրանք բոլորը քննություններ են, որ պատկերացնենք մոտավորապես տևողությունը, ասած ասեմ 4-ից 6-7 ժամ, այս ամեն մի սերտիֆիկատը ու օրինակ 150-ից մինչև 250 հատ հարց։ Եվ պրակտիկ գործողություններ բնականաբար։ Զուտ որպես պրոյեկտ մենեջեր, այսինքն սրանք են շատ պոպուլար, PMP-ն ինձ թվում է բոլորին շատ հայտնի է։ Ու վերջինը։ Ու վերջինը, հա, այդ ամենա տոպովիներից։ Հապա։ Ու անձնական տվյալների պաշտպանությունը, օրինակի համար։ Օրինակ այս CIPP Եվրոպա դա հենց վկայում է նրա մասին, որ մենք
ունակ ենք պաշտպանել եվրոպացիների ըստ եվրոպական օրենքի տեղեկատվական անվտանգությունը ու մարդկանց անձնական տվյալները, որտեղ այս օրադրությամբ գոյություն է GDPR հասկացողությունը, որը որ հենց ուղղված է անձնական տվյալների պաշտպանությանը։ Կարող եք ու իրավունք ունեք։ Այո, ու իրավունք ունենք, իհարկե։ Ես տեսնում եմ, որ այստեղ դեռ դատարկ սերտիֆիկատների տեղեր կա, ես մաղթում եմ, որպեսզի ձեր թիմը քո գլխավորությամբ այդ սերտիֆիկատները լրացնի։ Շնորհակալ եմ, շնորհակալ եմ։ Խոսք եմ տալի, որ այս տարի արդեն կլինի լրացված։ Ես հույս ունեմ, որ մենք էլի կհանդիպենք, չգիտեմ, ինչ որ լավ առիթ թող լինի, հանդիպենք, քննարկենք այդ ամեն ինչը, բայց մյուս անգամ որ գան, գոնե մի 3-4 հատը գեներալսկի տենց միջև գեներալ Սիմուս գնանք։ Սիմուս։ Խոսք եմ տալի, դա լինելու է։ Անոնիմուսի մասին ինչ կասես։ Ես լսել եմ, որ դա խումբ է, ովքեր պետությունների դեմ են հիմնական դուրս գալի ու ոնց որ թե ստացվում է։ Ինչ է դա։ Անոնիմուսը, նայեք, շատ մեծ էլի աժոտաժ, հա, ինչ որ տտեց այդ անվան շուրջ, բայց պետքա ֆիքսենք մի բան։ Անոնիմուսը դա ինչ որ հստակ խումբ չի, այսինքն դա ինչ որ հստակ մարդիկ չեն, դա ինչ որ ակտիվիստների, հա, տես խումբ է, որը որ բարբերաբար փոփոխվում է ու ով ինչ անում է, օրինակ ամեն տարիների ընթացքում ով ինչ գործողություն անում է, շատ անգամ ասում էր մենք անոնիմուսի թմից ենք, մեր միսիան սա է։ Այսինքն ամեն մեկը վերագրում է իրան, բայց գլոբալ տենց կենտրոնացված տենց խումբ, հա, ինչ որ կազմակերպություն բնականաբար գոյություն չունի, դա միֆ է։ Կանան ջան, Սնոուդենի թեմայի մասին, մեկ էլ որ ասում են ֆայլեր են դուրս եկել Էփշտեյնի դեպքի մասին։ Սնոուդենի օրինակը ցույց տվեց աշխարհին շատ կարևոր մի երևույթ, հա, այսինքն որ չի կարելի աշխատակցին տալ անիմաց շատ իրավասություններ։ Այսինքն մենք անվտանգության մասնագետներս հա օգտագործում ենք մեր առօրյայում այդ zero trust հասկացողությունը, որը որ նշանակում է այսինքն 0 վստահություն աշխատակցի նկատմամբ։ Հա, միգուցե ինքը շատ տենց պուպուշ լավ մարդ է, եւ այլն, բայց անվտանգության խնդիրը նա է, որ տրամադրել աշխատակցին այդքան իրավասություններ, ինչքան որ պահանջում է նրա բիզնես այդ առօրյա process-ները, այսինքն հավելյալ ինֆորմացիա, հավելյալ մուտքի հնարավորություններ չի կարելի տրամադրել աշխատակցին։ Օրինակ Snowden-ը ինքը շատ երկար ժամանակ ինքը հավաքում էր այդ կտոր այդ ինֆորմացիան, վերջում էլ իմիջիալոց էտել էր շատ տարօրինակ, էլի Պենտագոնում, այսինքն բնականաբար իրանք պետքա հետևեին թե ինչ են գցում ֆլեշկաների վրա, հա, բայց Snowden-ը կարողացավ միացնել ֆլեշկա ու այդ ամբողջ ինֆորմացիան լցնել այդ ֆլեշկայի վրա ու տարածքից հանի դուրս աննկատ։ Այսինքն գլոբալ Snowden-ի ինցիդենտը, հա, ոնց որ ինքը ցույց տվեց երկու հիմնական խնդիր, որ պետքա վերահասկել այդ device-ները, թե ինչ հնարավոր կարելի է, ինչն է հնարավոր միացնել համակարգչին եւ ինչ իրավասություններ ունեն աշխատակիցները։ Դրանք գաղտնիության աստիճաններն են։ Դրանք գաղտնիության աստիճանները, նո բիզնեսում չկա, շատ անգամ չկա գաղտնիության աստիճաններ, այտենց, նո կլասիկ ոնց որ մենք պատկերացնում ենք, բայց կա մարկերովկա, այսինքն ինֆորմացիան կոնֆիդենցիալ է, top secret է, թե public է։ Այսինքն մարդիկ պետք է իմանան ոնց են վարվում ու արդյոք ով դոստուպ ունի տվյալ ինֆորմացիային։ Իսկ Էփշտեյնի դա եղել է կոտրելու պես, թե ուղղակի ինչ որտեղ պահած է եղել, գտել տենց տարածել։ Էփշտեյնը, ասենց ասեմ, չկա այս բան ապացուցված, հա, ինչ որ նկարագրություն, թե ոնց է տեղ ունեցել։ Ну իմ սուբյեկտիվ կարծիքն է, որ դա հատուկ սլիվ է եղել։ Իմ սուբյեկտիվ կարծիքն է։ Կարեն ջան, երևի թե այսքանով եզրափակվենք, գանք մի հատ ամփոփման։ Այսինքն կարևոր է լինել կիբերգրագետ, պետքա հետևել եւ ընտանիքի անդամների, մասնավորապես երեխաների անվտանգությանը, այսինքն երեխաները միգուցե ավելի խելացի են, ավելի շատ փորձ ունեն device-ներից, բայց ավելի հեշտ կընթարկվեն մանիպուլյացիաների։ Ու եթե ունեք բիզնես, շատ կարևոր է որ հետևեք այդ բիզնեսի անվտանգությանը, կիբերանվտանգությանը, որտեվ ոնց փորձ ցույց է տալի, հնարավոր է մի գիշերում կոտրել այդ ամեն ինչը ու առնվազն վնասներ կրել վերականգնելու վրա, եթե իհարկե հնարավոր է, եթե ոչ, ուղղակի կորցնել ամբողջ դատաբազան, որը ինձ թվում է միլիոններ է։ Միանշանակ, ցանկալի անել այսքան պրիվենտիվ գործողություններ, ոչ թե դիմել post factum, որովհետև ինչպես նշեցինք, իշքան երկար խակերները մնացին ինֆրաստրուկտուրայում, այդքան ավելի թանկ
ու ավելի դժվար է լինելու է վերացնել հետևանքները կամ միգուցե անհնարին։ Դե ինձ սիրելի հետևորդներ, հիշեցնեմ, որ մենք գտնվում ենք Infosec-ում, ինձ հետ էր ընկերության հիմնադիր տնօրեն Կարեն Գասպարյանը, Կարեն ջան, շատ շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ Դավիթ ջան։ Առանձնակի կարևոր ու հետաքրքիր այս ամեն ինչը ցույց տալու մեկնաբանելու համար։ Մենք պարբերաբար խոսում ենք իրազեկման մասին ու հենց այսպես միջոցառումներով մենք փորձում ենք իրազեկել մեր հասարակությանը։ Մենք էլ փորձում ենք այդ հարցում իրար օգնել, որտեղ ի վերջո սա ինչ ասում է, արվում է Հայաստանի համար։ Դուք Հայաստանում եք աշխատում, մենք էլ փորձում ենք Հայաստանում այս ամենը զարգացնել։ Ու որպես եզրափակիչ խոսք ես ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր հաղորդումը հնարավոր դարձնող մեր գործընկերներին։ Առաջինը շնորհակալություն եմ հայտնում մեր գլխավոր հովանավոր Lead Energy-ին։ Շնորհակալություն ենք հայտնում Galf-ին Հայաստանում որակյալ վառելիքներ կրելու համար։ Շնորհակալություն ենք հայտնում Nacol ընկերության իր մոդուլ ապրանքանիշով, որի խանութ-սրահներում դուք կգտնեք յուղեր ցանկացած տեխնիկայի համար։ Շնորհակալություն ենք հայտնում մեր գործընկերներին TTH Performance-ին եւ Garmin-ին։ Ձեզ հետ է Դավիթ Ռակուրսը, դուք դիտում եք առանց սահման հաղորդումը, մենք ձեզ ասում ենք միշտ նոր հանդիպում, բայց հիմա բաժանորդագրվում եք մեզ Facebook-ում, YouTube-ում եւ Instagram-ում, որպեսզի բաց չթողնեք ոչ մի եթեր։ Միշտ նոր հանդիպում։